Այ ժողովուրդ ջան, չեք պատկերացնում, թե ինչքան եմ հոգրել հանրապետության չմաքրված ճանապարհներով երթևեկելուց։ Հեչ չեմ նախանձում ճանշինների ղեկավարներին, անգամ եթե մաթեմատիկայից ուժեղ լինեն, միևնույն է, չեն կարող ճշգրիտ հաշվարկել, թե օրական քանի մարդ է իրենց ազգուտակին հիշում։ Հազարավոր մարդիկ, որոնց համար A կետից B կետը գնալը դառնում է փորձություն, էլ չեմ ասում ողբերգություն։ Այո, այս տեսանյութում էլ կներկայացնենք Սուրանկյան արձակուրդային օրերի, այդ թվում որոշ ճանշինների ապաշնոր գործունեության հետևանքով տեղի ունեցած պատահարների մասին, բայց նենց էլ չի, որ սրանով կդադարենք ճանշինների մասին խոսելը, ասեմ ավելին, տվյալներ ենք հավաքում ճանշինների ղեկավարների մասին ու ինչ-որ փուլում կտանք նաև դրանց ազգանունները։ Բայց սկսենք, ինչպես ասում են, չոր ճանապարհներից։ Մեր հեռուստադիտողը այնքան է ուսումնասիրել վթարային այս կամ այն իրավիճակները, որ անգամ հպանցիկ ուսումնասիրության դեպքում կարող է ճշգրիտ էպիկրիզ տա։ Ասենք, երբ լսում եք շտապօգնության մեքենա ու խաչմերուկ, ինչ եք մտածում։ Լրիվ ճիշտ եք, որ հիվանդին օգնության շտապօգնության մեքենան փորձել է ոչ կանաչ լույսի տակ կտրել փողոցը, բայց փորձը փորձանք է դարձել։ Տվյալ դեպքում բարեբախտաբար ոչ թե մարդկանց, այլ մեքենաների համար։ Որ շտապօգնության մեքենային ու խաչմերուկին գումարեք նաև գիշերային ժամը։ Տվյալ դեպքում 1:40-ը, այս պատկերը լրիվ տրամաբանական է դառնում։ Երևի արդեն հասկացաք, որ Կոմիտասի պողոտա եւ Վաղարշան փողոցի խաչմերուկում ենք։ Նախնական տեղեկություններով փարոսիկներն ու լուսաձայնային ազդանշաններ միացրած շտապօգնության մեքենան փորձել է կտրել խաչմերուկը, սակայն դարձել է շղթայական վթարի պատճառ։ Դու էլ Տեսլա, էլ BMW, Mercedes, Kia, մի խոսքով, ինչքան հասկացա, վթարի մյուս պատճառը եղել է այն, որ ոչ մի ավտո չի պահպանել անհրաժեշտ հեռավորությունը ու արդյունքում 5 հոգի, որոնցից 2 երեխա տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Թանուր 6 ավտո էլի։ Սկորու բալկոնը։ Սկորունն է։ Մեկը չկա սկորու վրա։ Հա, մեքենաները լավ էլ տուժել էին, չէին տուժի, եթե մի ոչ շուտ չցանկանային կտրել խաչմերուկը։ Քանի անգամ ենք ասել, որ շտապօգնության եւ հրշեջ մեքենաներին անկախ հանգամանքներից պետք է ճանապարհ տալ։ Քանի անգամ ենք ասել, որ պատկերացրեք, այդ մեքենան ձեր հարազատին է տեղափոխում կամ այդ մեքենան ձեր տունը բռնկված կրակի դեմ է գնում պայքարելու։ Ուստի պետք է հանդուրժող լինեք։ Իհարկե, դա չի նշանակում, որ շտապօգնության եւ հրշեջ ավտոմեքենաների վարորդներն էլ չպետք է որոշակի զգուշավորություն չդրսևորեն, բայց հարգելի վարորդներ, եւս մեկ անգամ կոչ ենք անում զիջել շտապօգնության եւ հրշեջ ավտոմեքենաներին։ Mercedes-ը տակես BMW-ն եկավ։ Եվս մեկ շղթայական ավտովթար էլի չոր ճանապարհին տեղի ունեցավ Հերացու թունելից դեպի Խանջանի թունել տանող ճանապարհին։ Այս հատվածը իրոք վտանգավորներից է, ու երևի թե չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ամեն տարի այստեղ տասնյակի հաստող վթարներ են տեղի ունենում։ Ցավոք այդ թվում ողբերգական։ Չգիտեմ, արագընթաց լինելու հանգամանքն է, երթևեկելի նեղ գոտիները, թե կրուտոյ վիրաժները, բայց փաստն է, որ ոչ բոլոր վարորդներն են կարողանում բարեհաջող հաղթահարել այս ճանապարհը։ Այդպիսիներից են նաև այս Toyota-ի, Mercedes-ի, Chevrolet-ի եւ Voya-ի վարորդները։ Բոլորը տանցում եք մայր։ Դատելով մեքենաների ստացած վնասվածքներից տպավորություն է, որ մեքենաներից մեկը դուրս է եկել վազանցի, հետևաբար իր երթևեկելի գոտուց եւ ունեցել է ճակատային բախում հանդիպակաց ընթացող մեքենայի հետ։ Համենայն դեպս հավաքվածները հենց այս վարկածն էին առաջ տանում, այսինքն գործ ունենք ամենատարածված խախտումներից մեկի հետ, ինչի հետևանքով 6 հոգի, որոնցից 3 երեխաներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Բայց նկատեցիք, որ ներկայացված երկու վթարի հետևանքով հիվանդանոցներում 5 երեխա է հայտնվել, իսկ դա նշանակում է, որ ոչ բոլոր վարորդներն են մեզ ականջալուր լինում։ Այս դեպքում մեր այն զգուշացումներին, որ երբ ընտանիքի անդամներին, առավել եւս երեխաներին եք տեղափոխում, ցուցաբերեք առավելագույն զգոնություն։ Մենք ասում, մենք լսում ենք։ Դժվար ու բարդ բան չենք ասում։ Կարտոլ չեք տեղափոխում այդ երեխաների։ Անցանք ճանշիններին։ Նախորդ տեսանյութում բացի դրանից անարդյունավետ աշխատանքից կշտամբեցինք նաև վարորդներին, որոնք տեսնելով, որ ճանապարհները չեն մաքրվում, երթևեկում են ամառային անվադողերով, որպես արդարացում սոցիալական հիմնավորումներ մի բերեք, որովհետև նենց կհակադարձեմ, որ ռսի ասած մալը նե պակաժեցա։ Ասենք, ձեր ամառային կամ քաչալ անիվների պատճառով կարող եք վթարի պատճառ դառնալ ու ձմեռային անիվները 100,000 դրամով գնելու փոխարեն միլիոններ ծախսեք ձեր մեքենան խելքի բերելու կամ ձեր հարվածած մեքենայի ներսում գտնվածների բուժման վրա։ Հասկացաք չէ, որ էլ այս թեմայով խոսելու բան չունեք։ Ծառա շամփի խերը։ Ախպե մի հատ աղուավար չկա լցած։ Ժողովրդյան, տարիների շնորհավոր, սառած ճամփն է։ Էլ ինչ շնորհավոր, թե վթարված երկու ավտոմեքենաների անվադողերն էլ ձմեռային էին, ինչը արձանագրեցին պարեկները, բայց դա չփրկեց Հոնդայի եւ Նիվայի վարորդներին Զովունի Եղվարդ ավտոճանապարհին բախվելուց։ Դեպքը տեղի է ունեցել 22:10 սահմաններում, այսինքն մթին։ Սա էլ հերիք չէր, մի քանի կիլոմետրանոց ճանապարհ ամբողջությամբ մերկասառույց։ Հետևաբար տվյալ դեպքում չենք կարող վարորդներին մեղադրել, թե քաչալ անվադողեր են։ Մեղավորը բացառապես տվյալ տարածքը սպասարկող ճանշինի անպատասխանատու չինովնիկներն են։ Նայ, փայլում է, նայ։ Դուրս եկեք, դուրս։ Տղեր որ հիվանդանոց են տարե։ Արմենը 3 վիրավոր, չէ։ Երկու ուղևորին է տեղափոխել, Այսինքն, եթե ժամանակին ճանապարհը մշակվեր աղ ու ավազի խառնուրդով, Նիվան ամբողջությամբ, իսկ Հոնդան մասամբ դուրս չեր գա երթևեկելի գոտուց։ Այս դեպքում էլ 3 հոգի, որոնցից 2-ը էլի երեխա, տեղափոխվել էին հիվանդանոց։ Սա որոշ ճանշինների, պորտաբույսների պատճառով ներկայացվող միակ դեպքը չէ։ Մյուս դեպքում ողբերգություն է տեղի ունեցել։ Այդ մասին, սակայն, կխոսենք րոպեներ անց։ Բաժքի կսաղ թազա է, էնել բա։ Սարի թաղում, մի սիրունիկ, աղջիկ էր անցնում, ականջդ կանչի թաթա, բայց մի գեղեցիկ օր Սարի թաղ էի հասել ոչ թե տեսնեմ, թե ինչպես է մի սիրունիկ աղջիկ անցնում, այլ որովհետև 911-ը ահազանգ էր ստացել, թե Սարի թաղի որմնադիրների փողոցի 7-րդ տանը ուժգին հրդեհ է ու հնարավորինս շուտ հասեք։ Ահազանգողը չէր չափազանցրել։ Օրը ցերեկով ծակած հրդեհը տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Տեսնում եք, թե ինչներ են Սարի թաղի փողոցները։ Լավ ագոնե այն սիրուն աղջիկը կարողանում է տների միջով անցնել։ Իդեպ, սա շատ լուրջ խնդիր է ու հենց օպերատիվ ծառայությունների համար։ Մինչև հասնում են դեպքի վայր, տևական ժամանակ է գնում։ Այդպես էլ եղավ նաև այս դեպքում։ Մինչև հրշեջ փրկարանների հասնելը կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ եւ մարել են այն։ Ու մինչև համապատասխան ծառայությունների աշխատակիցները փորձում են պարզել հրդեհի պատճառը, ես պարզեցի, որ կրակը անհետևանք չի անցել տան բնակիչների համար։ Կրակներ կա։ Մի հոգու օգնություն եք ցուցաբերել։ Խեղճքին պարզվեց, որ լավ էլ ծխահարվել է ու ոչ միայն նա։ Եվս մի բնակիչ էր ճաշակել կրակի ծուխը։ Շտաբօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին նրանց, ապա առաջարկեցին տեղափոխել հիվանդանոց, սակայն հրաժարվեցին։ Խեղճերը երևի ուզում էին տեղում հասկանալ, թե ինչ է մնում իրենց Նիկոլի թվի տնից։ Հետո արդեն պարզվեց, որ հրդեհի նախնական պատճառը տանիքում էլեկտրալարերի կարճ միացումն է, ինչի հետևանքով այրվել էր նաև 2 տան տանիք։
Դե դա զարմանալու չի։ Ինչքան քիփ են այդ տները իրար կպած, որ դրանց բնակիչները երևի վաղուսվանից են մոռացել, թե ինչ բան է անձնական կյանք։ Սել կրակի օջախն չկա, չէ՞։ Բա չիմացաք, այս 2026-ի քրեական քրոնիկոնը հարստանում է երկրաչափական պրոգրեսիայով, դո էլ մարդն սպանում, դո էլ տուն են կտրում, դո էլ հետապնդում են իրականացնում, իսկականից գժանոց է։ Երբ երեկոյան ժամը 22-ի սահմաններում ահազանգ ստացա, թե Շամշան շուտ հասի, ոստիկանության գվարդիայի ծառայողները կրակել են մի մեքենայի ուղղությամբ, մտածեցի, թե նոր ստեղծված կառույց է, աչքիս ձեռնոց են ուզում նետեն պարեկներին կամ աչքիս ուզում են ինքնահաստատվեն, բայց դե մանրամասներին ծանոթանալուց հետո ասեցի հալալա տղերքի համբերությանը, որ միայն անիվների ուղղությամբ են կրակել, լավ, անցնենք մանրամասներին։ Եվ ուրեմն Գյուրջան փողոցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան մոտ գվարդիայի ծառայողները նկատում են մի Մերսեդես, որը նրանց մոտ կասկած է հարուցում։ Բարձրախոսով հրահանգում են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվում օրինական կանգառ պահանջին, այլև ուշադրություն։ Վրաերթի է ենթարկում ոստիկանության գվարդիայի երկու ծառայողների եւ դիմում փախուստի ու սկսվում է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողներից մեկը նախազգուշական 1 կամ 2 կրակոց է արձակում դեպի օդ, ինչը սակայն չի զգաստացրել հանցագործներին։ Այդ ժամանակ ոստիկաններից մեկը իր հաշվեցուցակային զենքով կրակում է Մերսեդեսի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել, բախվում է բարձրավորտ էլեկտրասյան բետոնե հատվածին, բայց սա էլ ամենը չէր։ Էսա, ստեղա կրակնած։ Վթարվելուց հետո վարորդն ու ուղևորը դուրս են գալիս ավտոմեքենայից եւ տարբեր ուղղություններով դիմում փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվում է նրանց հետապնդել ու վնասազերծել։ Հիմա կհարցնեք, բա այդ ինչու են փախուստի դիմում։ Որովհետև ժողովուրդ ջան, նրանք կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պայելու եւ իրացնելու մեջ։ Մեր օրերի ամենամեծ չարիքներից է։ Սրանց նմանները պետքա բերդի պատերից բացի այլ բան չտեսնեն։ Նմաններն են դառնում շատ ու շատ երեխաների կործանման պատճառ։ Առողջություն վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության գվարդիայի երկու ծառայողներին։ Նրանց խիղճը հանգիստ է, տականքները վնասազերծվեցին։ Եվ վերջում ճանշինների անգործության հետևանքով ողբերգական վթարի մասին։ Դիտելով այս կադրերը, այլ ելք հնարավոր էլ չէր պատկերացնել։ Կամազը բազմել է Ֆորդ Տրանզիտի վրա։ Այս սարսափելի պատկերը արձանագրել եմ Աբովյան ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում։ Նկարում էի ու աղոթում, որպեսզի զոհերի թիվը մեծ չլինի։ Այսինքն ես էլ էի վստահ, որ զոհ լինելու է։ Նկատի ունեմ կամ Ֆորդի վարորդին, կամ ուղևորին ու կարծես թե աղոթքներս բարձյալը չանտեսեց։ Րոպեներ անց պարզեցի, որ վթարի հետևանքով Ֆորդի վարորդը տեղում մահացել է, եւ ըստ դեպքի վայրում հավաքվածների երկու հոգու էլ շտաբօգնության բժիշկները մինչեւ իմ հասնելը տեղում օգնություն են ցուցաբերել, ու չնայած նրանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց, սակայն բժիշկները չեն լսել ու նրանցից մեկին տարել են։ Ճիշտ են արել։ Քաղաքացին չի պատկերացնում, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ։ Առաջին հերթին նկատի ունեմ ներքին արյունահոսությունը, հետեւաբար բժիշկներ ջան, նման դեպքերում առաջնորդվեք ձեր մասնագիտական խղճի մտոք։ Հիմա վթարի պատճառների մասին։ Նորածինի կամրջի վրա էլ է եղել, նոր։ Կամազը դուրս է եկել հանդիպակացից։ Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կամազը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու ճակատային բախում ունեցել հանդիպակացով ընթացող Ֆորդի հետ։ Ընդ որում, բացի նրանից, որ ճանապարհին մերկասառույց էր, նաև այն քողարկված էր ձյամբ։
ինչը կարող էր մոլորեցնել վարորդներին։ Այս ճանապարհը սպասարկող ճանշինի ղեկավար, դու հանգիստ քնելու իրավունք չունես, ասեմ ավելին, դժոխքում քեզ համար արդեն բռոնյա են արել, ամոթ ու 100 անգամ ամոթ։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։